Եվ մենք գիտենք, որ ինչպես Թուրքիան ու Ադրբեջանն են բազմիցս հայտարարել, իրենք վարում են մեկ ազգ երկու պետություն սկզբունքի կամ կարգախոսի վրա հիմնված քաղաքականություն։ Այսպիսով նրանք ամբողջությամբ համակարգում են իրենց գործողություններն այն հարցում, որ իրենք համարում են ազգային խնդիր, որն ունի երկու չափում։ Առաջինը իսլամական եղբայրություն, երկրորդը թյուրքական պաննացիոնալիզմ կամ պանթյուրքիզմ, եւ նրանք հետապնդում են այս շահերը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական քրիստոնյա ազգային պետություն, կանգնած է այս ծրագրի ճանապարհին։ Եվ սրանք նաեւ այն պետություններն են, որոնց ղեկավարները Էրդողանը եւ Ալիևը ցեղասպանություն իրականացրածների քաղաքական ժառանգներն են։ Իսկ մենք գիտենք, որ ցեղասպանության ոչրագործներն ու նրանց քաղաքական ժառանգներն ապրում են մի տեսակ վախի մեջ, որ մի օր այդ ցեղասպանությունների զոհերը կգան իրենց հետևից եւ կպատահի ինչ-որ բան, որն արմատապես կփոխի մարդկության պատմության ընթացքը։ Ուստի նրանք, ովքեր ներգրավված են ցեղասպանության, էթնոկրոնական զտումների հետ կապված ծրագրերում, մշտապես զգում են անհրաժեշտություն ավարտին հասցնելու իրենց գործը, որ համոզված լինեն, որ երբեք չի կարող լինել այն, ինչ նրանք անվանում են ռևանշիզմ կամ իրավիճակի որևէ փոփոխություն։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան գործում են այդ հիմքի վրա։ Նրանց նպատակն է ոչնչացնել Հայաստանի ազգային բնույթը։ Մենք սա տեսնում ենք Ալիևի հայտարարություններում, մասնավորապես երբ նա ասում է. «Մենք գալիս ենք, սա մեր հողն է, սա արևմտյան Ադրբեջանն է»։ Նրանք ցանկանում են այն ինտեգրել իրենց համակարգի մեջ։ Նա խոսում է 100 հազարավոր ադրբեջանցիների իբր իրենց հողերը վերադառնալու մասին։ Նա ասում է, որ նրանք կգան մեքենաներով, բայց եթե ոչ մեքենաներով, ապա տանկերով։ Նա ասում է, որ կգա, այնպես որ շատ ակնհայտ է, թե ծրագիրը որն է, եւ հայ առաքելական եկեղեցու ապամոնտաժումը որպես ազգային եկեղեցու եւ հայ ազգի շահերը պաշտպանող կառույցի էական նշանակություն ունի իրենց համար։